Քանի որ բոլոր բարերը արարգայինը ուղղված է կամ անունները անձիմը ուղղված է, ուրեմն այդ անձի հետ կապ ունի։ Երբեմն մենք ալգսենք, չէ, մեկը կա մեզ մոկլություն կուսեք, որ իմ անունը ստուր կգադարվի։ Եվ մենք ալիրավես կուսենք մեծ մարդու անունները տալ, որովհետև մեր գործը կդարվի, որովհետև այդ անունը իր ետևը ունի իր ամբողջ այդ ծանրությունը, իր հեղինակությունը։ Ուրեմն, եթե բարձ մահկանացու մարդուց համար այդքան զորավոր է այդ անունին հնչումը, աշխարհի փրկիչին, Աստծո որդին, մարդկային անունը որքան զորավոր պետք է լա, որովհետև այդ անունը իրավես կթողթողացներ սատանան եւ թևեր աշխարհի վրա։ Եվ կսարսափեին այդ անունով։ Ես մի քանի փորձառություն ունեմ թևեր հանելու, իրավես երբ որ խաչի նշանը տեսնեն Հիսուս Քրիստոսից խոսքը լսեն, ինչպես կդարաբեին անուք։ Եվ հայտնի է, որ այդ անունը քրված է իրավես ոչ միայն երկրի վրա, այլ նաև երկինքի մեջ։ Այսինքն երկրի վրա շատ քիչ բառ կամ խոսք ունի մարդկային լեզվին մեջ, որ այնքան աստեցիկ կլա նաև երկինքներում։ Մի տեսակ մարդկային հոգին, որպես զենք կրնա օգտագործել, անիկա աներևույթ աշխարհին։ Եվ մենք կրնանք կնքել մեզի այդ անունով։ Այնպես որ անունը հոգիներու աշխարհի մեջ հասցեն է։ Այսինքն մենք նամակ երբ որ ուղարկենք հասցեն գրենք, չէ՞, եւ կամ հիմա email-ներ կան, հասցեն գրենք, ամիջապես կերտա։ Հոգիներու աշխարհի մեջ ալ անունը այդպես է։ Անուրամար 4-րդ հրամանը տասնապանյային քու դեր Աստծույթ անունը իզուր քու փերանը պետք է չառնես։ Ինչու, որովհետև Աստված սազատենը հատուկ կերպով կներկայանա Աստված։ Հասցեն անիկա Աստծո։ Ուրեմն, երբ որ Հիսուս Քրիստոս կսենք մենք, նույնը կպատահի։ Հետևաբար մենք այդ անունն ալ բարապտեղը մեր փերանը պետք չառնենք։ Եվ կամ թերևս մեր հայրերը այդ արումով է, որ իրենց զավակներուն Հիսուս անունը չի ընդունել, որովհետև եթե մարդու անուն տնենք իրապես կարելի այդ մարդուն հայհոյել, չէ, անիծել եւ այդ սուրբ անունը պիտի աղոթվի։ Հետևաբար մենք պետք է օգտագործենք Տեր Հիսուս Քրիստոսի անունը որպես մակրագործող զորություն։ Մենք այդ անունը կրնանք ուղարկել մեր ներքին աշխարհին նաեւ։ Այսինքն Հիսուսի աղոթքը կա։ Տեր Հիսուս Քրիստոս, որդի Աստծո, ողորմիա ինձ մեղավորից։ Կարճ աղոթքն է եւ ընդհանրապես համրիչով գսեն այս աղոթքը եւ իրենց շունչին հարմարցնելով նաեւ, ուրեմն ըսողները Աստծո զորությունը կսկան։ Այս աղոթքի գրգին ըսելը մեր ներքին աշխարհը կմակրագործե եւ կզրահավորե մեզ եւ նաեւ մեզի թուրեր կփանա։ Ես կրնամ առաջարկել, որ եթե մեկը հիվանդ է, եթե մեկուն մի տեղը գծավի, փորձը, ես շատ փորձեր եմ եւ միշտ օգուտ տեսել եմ իր ցերկը տնա այդտեղ եւ Հիսուս Քրիստոսի անունը կաչի։ Եվ պիտի տեսնա, որ Տեր Հիսուս Քրիստոս որ բուժիչ էր, հա, բուժիչ էր, չգար հիվանդություն կամ մահ, որ արգելքլար իր բուժիչ ուժին, այդ բուժիչ ուժը նաև կա իր անվան զորության մեջ։ Հետևաբար պետք է մենք նախ ճանչնանք Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը, ավետարանին մեջ անոր նկարագիրը, հետո զորավոր հավատք ունենանք։ Երբեմն ես կտեսնեմ, որ մարդիկ խաչ կգրեն իրենց միսին, բայց չեն գիտեր խաչը ինչ է։ Մի տեսակ հավատք ունին, բայց պետք է իմանան, խաչյալը իմանան։ Առանց խաչյալի իմանալը խաչը անզոր է, խաչը նշան է, քրիստոնեությանն առաջ ալ կար այդ նշանը։ Հեթանոսներ ալ կգործացեն այդ նշանը։ Բայց մենք երբ որ խաչը գտնենք, չենք հավատար այդ նշանի զորության, մենք կհավատանք խաչյալի զորության, որ այլևս այդ հավատքով միացած այդ նշանը մեծ զորություն ունի ինքնիր մեջ։ Հետևաբար որ կխաչակնքենք իրականության մեջ մենք
Հիսուսի զորությունը կգանչենք մեր վրա։ Եվ վերջապես իրապես մեր կյանքը պետք է լա Տեր Հիսուս Քրիստոս, պետք է միանանք անոր հետ, մեր շունչը գրնանք միացնել, մեր վանականները երբ որ աղոթելուց կհոգնեին եւ այլևս ոչ մեկ բառ ասել չէին ուզեր, բայց կուզեին Աստծո ներկայության մեջ պահել իրենց միտքը, ուրեմն իրենց շունչին կմիացնեին Հիսուսի անունով։ Հիսուս, Հիսուս, Հիսուս։ Եվ այդպես մենք մի տեսակ Տեր Հիսուսին ասած այդ խոսքը կիրակորձես։ Ես եմ կյանքը։ Ես եմ կյանքը։ Ուրեմն եկեք փորձենք։ Անոնք, որոնք մինչև հիմա չեն փորձած, փորձեն Տեր Հիսուս Քրիստոսի անվան զորությունը հասկանալ։ Տեր Հիսուս իր աշակերտներուն ասա. «Մինչև հիմա իմ անունովս ոչ մեկ բան չխնդրեցիք։ Հիմա խնդրեցեք եւ դառնեք, որովհետեւ ձեր ուրախությունը գադարյալ լա»։ Մենք շատ հաճախ մուրացկաններով ենք, որոնք գմուրան օգնություն, բայց իրենք հարստության վրա կգենան։ Իրենց տան մեջ քանցը պահված է, բայց իրենք չեն գիտեր այդ քանցին արժեքը։ Ուրեմն մենք զորավոր անուն ունենք, Տեր Հիսուս Քրիստոսի անունը, որ գրնա իրապես աստել։